Համսայի մելիքությունների համար իրավիճակը փոխվում է 1747-ին Նադիրի սպանությունից հետո։ Երբ որ Նադիր շահը սպանվում է, ակտիվանում են տարբեր գործընթացներ, որոնք ոչ այնքան նպաստավոր էին մեզ համար, եւ նաեւ միջիշխանական կռիվներ են ծագում։ Այս միջիշխանական պայքարում տեղի ունենում մի շատ սոսկալի իրավիճակ, երբ որ եղբայրասպան պատերազմի արդյունքում հաջողվում է առաջին անգամ քոչվորական մուսուլմանական տարին հաստատվել Արցախում որպես իշխանության կրող։ Եվ ահա այս վեճը կապված է 1750-ական թվականներին Ջևանշիր ցեղային մեծ միավորման առանձին Սարաջալի կամ Սարաջալու ցեղի առաջնորդ Փանահի հետ, Փանահ Ալին, որ իրեն խան էր հռչակել, մուտք է գործում Արցախ, հնարավորություն է ստանում եղբայրասպան պատերազմում ձեռք բերելու Շուշի բերդը եւ այստեղ հաստատվելով, Շուշիում հաստատվելով նա սկսում է արդեն փորձել պարսկական կենտրոնական իշխանություններից ստանալ համապատասխան արտոնություններ, որպես գերագույն իշխանություն Արցախում հանդես գալու համար, օգտվելով նրանից, որ այդտեղի հայ մելիքները քրիստոնյաներ են, ինքը մուսուլման է, հետեւաբար իբրև թե ինքը պետք է կրողը լինի այդ վարչական իշխանությանը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։